Բարեկամներ, Մելիք եղբայրը որ խոսում էր, երևի ես էլ եմ ասել, որ ես էլ շատ հակառակ եմ եղել Աստծուն, բայց ինձ էլ երևի շատերը չեն լսել, թե ինչպես է Տերը այցելել մեր գյուղը սովորություն կա, տարին մեկ անգամ, հոկտեմբերյանի մեր գյուղը, տարին մեկ անգամ գնում են Ղալթախշի, Սպիտակի, ասենք, Սուրբ Հովհաննես այդպես կոչվում է, այդպես տաճար է սարի վրա, եւ ես ինչ որ ինձ բանի տեղ էի տնում, երեխեքին բանին, բոլոր ընտանիքներով երեխեքով գնում էին այդ թվերին, ես չէի գնում, եւ այդպես դուրը փակ, պարկել եմ, իհարկե պապաս ասեց, անպայման գնաս տատի տուն, մենակ չմնաս, ժամանակ 14-15 տարեկան էի, դուրը փակել էի, պարկած տեղս, մեկ էլ զգացի մեկը կողքս կանգնած է, աչքերս բացեցի, վախեցած, դուրը փակ է, գիտեմ որ դուրը փակել եմ, մեկ էլ, իհարկե հետո տեսքը չգիտեի, ով է Հիսուսը, կանգնած, այդպես ժպտալով, նայում երեսիսը, երևի, այդպես թե այդպես այնպես հայացքով էր նայում, սպասի, դու շատ ես խելոքանալու, եւ այդպես էլ սկսավ իմ արթնությունը, այդպես էլ ես փոխվեցի, այդպես պապան սկսեց հալածել ինձ, խելքը թռել է այս տղու, ես ինչա կատարում սրա հետ, վերջը, եւ այդպես փոխվեցի, եկա Երևան, ուսանող, վերջապես, պես եղավ իմ կյանքն, հետաքրքիր է ինքն էլ է հովիվ, թե ինչ ավետարանի հրաշք է կատարվում, մարդը ցենց միանգամից փոխվում է, իր հետ այն է կատարվում, որ երբեք չէր եղել, փառք Տիրոջը, ինչպես եղբայրն ասեց։ Ես շատ էի ուզում, որ եղբայրները խոսեին, այսօր ես չխոսեի, բայց քանի որ 3 հաղորդության ժամանակ խոստացա, որ թեմայի մասին ասեմ, բայց համառոտ կաշխատեմ այդ մասին ասել։ Ուրեմն սիրելիներ, լինում են հոգևորներ, իհարկե հավատացյալներ, որ միայն կիրակի օրն են մասնակցում եւ մեկ-մեկ էլ պատահումը հաղորդության են մասնակցում։ Ես երեք կարճ ասեցի այդ մասին, որն է դրա գաղտնիքը, ինչից են իրանք զրկվում, ինչ է իրանց հետ կատարվում, որ միայն դալիճի պաշտամունքին մասնակցում ու գնում են։ Իհարկե, աշխարհն էլ է այտենց, իրանց հոգին հանգստացնելու համար լինում են տաճարում, պատարագի, կարող է 2-3 շաբաթը մեկ կամ ամեն շաբաթ մի անգամ լինում են, մերկու մոմ են վառում եւ այդպես հանգիստ գնում են իրանց կյանքով ապրում են։ Բայց ուզում եմ ուշադրություն դարձնենք, արդյոք դրանով է ընդհանրապես ավարտվում աստվածապաշտությունը։ Դա մի կոպիտ օրինակ, ես երեք էլ ասեցի, նման է, որ երեխան դպրոց է գնում, դե ամեն դպրոցում կա դահլիճ, հիշում եք մեր երկրորդ մասում Դադասյան դպրոցում ենք հավաքույթ ենք անում, պատկերացրեք, երեխաները գալիս են դպրոց, դահլիճային հավաքվեն, այնտեղ ինչ-որ բաներ խոսեն եւ գնան տուն, իրանց կյանքով ապրեն, նրանք ոնց կլինի, ատեստատ կստանան, կամ համալսարան վարձակոն ուսումնական հաստատությունում սովորողը դահլիճում հավաքվեն եւ այդպես չլինի կուրս առաջի երկրորդ, չլինի առաջի երկրորդ դասարան, չլինեն լաբորատորիաներ, չլինեն պրակտիկա, չլինեն մտերմությունը, չլինեն այդպես սովորելը, կստանան, ճիշտ է, կոպիտ է օրինակը, բայց հոգևորը արդեն լրիվ տարբեր է, հոգևորը մենք տեսնում ենք աստվածապաշտության մեջ կան այնպիսի բաներ, այնպիսի երանություններ, այնպիսի կյանքներ, որ այդ կյանքը իհարկե համեմատել չի կարելի աշխարհի գիտությանը եւ
Սուրբ գրքում մենք կարդում ենք հոգևոր գիտություն։ Սուրբիկն ասում է իմ ժողովուրդս գիտություն, այսինքն հոգևոր գիտություն չունենալու պատճառով կորսվում է։ Եվ Գործ Առաքյալոց այստեղ ինչ էր սա, ինչ տեղի ունեցավ, երկրորդ գլխի առաջի խոսքում մենք կարդում ենք այդ հավաքույթի ժամանակ ինչ տեղի ունեցավ։ Մեզ շատ ծանոթ համարը ես ուզում եմ կարդալ Գործ Առաքյալոց երկրորդ գլխում մենք կարդում ենք այդ համարը։ Եվ երբ Պենտեկոստեի տոնը հասավ, ամենքն ալ միաբան մեկտեղ էին։ Հանկարծակի երկնքեն ձայնը եղավ սաստկաշունչ հովի մձայնի պես, եւ բոլոր տունը լեցուց ուր նստեր էին, եւ բաժանված լեզուներ երևցան իրենց որպես թե կրակե, ու ամեն մեկու վրա նստավ, եւ ամենքն ալ Սուրբ Հոգով լեցվեցան ու սկսին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես Հոգին իրենց խոսել կուտար։ Այստեղ մենք տեսնում ենք մեկտեղ էին, միաբան էին, եւ հանկարծակի դա կատարվեց։ Երկինքը երկրի վրա իրականություն դարձավ։ Եվ հիշում ենք, ուրեմն որ Տեր Հիսուսը խոստացել էր, ասեց ես կգնամ եւ կուղարկեմ։ Այսինքն մարդը կապնվեց երկնքի հետ։ Այն ինչ որ Տեր Հիսուսն ասել էր, դա կատարվեց։ Դա կատարվեց։ Դա նման չի աշխարհի գիտությանը։ Աշխարհի գիտությունը որքան էլ լինի, ես շատ անգամ եմ ասել, ամենաուժեղ գիտնականները, երբ որ մի բան են գրում, բանաստեղծները մի բան են գրում, շատ են ուրախանում, երբ որ կնիքը Աստծո խոսքը, այսինքն կնիքը դրվում, այսինքն մեջբերում են անում Աստծո խոսքը, որ տեսեք ճիշտ եմ ասում, Աստծո խոսքը հաստատեց։ Դրա համար մարդկային գիտությունը լավ բան է, բայց մարդկային գիտությունը փրկության չի տանում, փրկության է տանում Աստծո գիտությունը, Աստծո ներկայությունը, Աստծո ուզած ձևով ապրել է երկրի վրա։ Ուրեմն Հովանու ավետարանի 6-րդ գլխում տեսնում ենք երկու տեղ, որ ամեն հաղորդության ժամանակ եղբայրները կարդում ենք, բոլորս էլ կարդում ենք, ես ուզում եմ այդ համարը կարդալ, Հովանու ավետարան 6-րդ գլուխ։ Այստեղ սիրելիներ մենք երկու համար եմ ընդհանրապես ուզում կարդալ։ Դալիճային միայն դալիճով բավարարվելու մեջ սա չի կարող լինել 51 համար։ Ես եմ կենթանի հացը, որ երկնքեն իջա։ Եթե մեկը այս հացեն ուտե, հավիտյան պիտի ապրի։ Եվ այն հացը, որ ես պիտի տամ, իմ մարմինս է, որ ես պիտի տամ աշխարհի կյանքի համար։ Եվ 57 խոսքը. Ան որ իմ մարմինս կուտե եւ իմ անունս խմե, անիկա իմ ներսիդին կբնակի ու ես անոր ներսիդին։ Սա կատարվում է միջին հավաքույթների ժամանակ։ Երեք մի քրոջ ասում են քուրիկ ջան, դու պիտի լինես ընտանեկան հավաքույթին, դու պիտի լինես ուսուցման հավաքույթին, դու պիտի վերջապես հարց ու պատասխան լինի, դու պիտի կարողանաս ձուլվել երկնքի հետ, կյանքը պետք է զգաս, ինչպես եղբայրներն ասեցին, որ երկինքը իրականություն է դառնում, այն ինչ որ խոսվում է, դա իրականություն է դառնում։ Ուշադրություն դարձնենք, որ այն ինչ որ խոսվում է կիրակի օրը, դա պետք է կամ իրականություն դառնա քո կյանքում։ Եվ այդ իրականություն դառնալը մենք տեսնում ենք ինչ է կատարվում ժողովող 12:9-ից 10 խոսքերի մեջ մենք տեսնում ենք իմաստություն ժողովող 12 գլուխ 9-ից 10 խոսքերը։
այստեղ մենք տեսնում ենք իմաստությունը կա, բայց հոգևոր իմաստություն։ Հոգևոր իմաստությունը, ինչպես ասվեց, տարբեր է աշխարհիկ իմաստությունից 9-10 խոսքերը, որչափ որ ժողովուրդը իմաստուն էր, այնչափ ալ ժողովրդին գիտություն սովորեցուց, խորելով ու քննելով շատ առակներ շարադրեց, ժողովուրդը փնտրեց, որ ախորժելի խոսքեր գտնե, գրված ուղիղ եւ ճշմարիտ խոսքեր։ Աստծո շուրթերից դուրս եկած խոսքը, Աստծո խոսքը ախորժելի է։ Աստծո գիտությունը, ինչպես ասվեց, մարդը եթե չունենա կկորսվի։ Ես այդ օրինակն եմ ասել, տեսեք, մի քույրիկ իրեն տաքսիա նստում, իրեն համարում է քարոզիչ, քարոզիչը համարում իրեն, եւ սկսում է վկայել, մտածելով, որ տաքսու վարորդին սկսի վկայել, երբ որ վկայում է, այսի այդպես ցույց է տալի, որ ինքը շատ է ուզում լսել, ասում է, դու որ խոսում ես, իմ ուշ կգնեմ, այս տաքսու վարորդն ասում, կլինի իրիկունը հանդիպենք, եւ դու քարոզես, ես էլ լսեմ, ասում է, քաչ քարոզիչը, քույրիկը, եւ հանդիպում են փորձանքից էր բրծել, եկել լացելով պատմում է, այ քույրիկ, չէ որ այդքան քարոզվում է, ասվում է, սատանան քնած չի, վերջապես, այսինքն նման օրինակներ շատ կարելի է բերել, ժողովուրդը կարող է կորսվել, չհասկանալով, գիտություն չունենալով, դրա համար մենք պետք է հոգևոր գիտություն, կան գաղափարներ, բաներ, որոնք կարծես թե ես Տիրոջից ստացա, շատ անգամ ասվել այդ մասին, ասում են քույրիկ ջան, ինչ ես գնացել տատիկի ամաները լվաց, ասում է, հոգիս չառաշնորթեց, տեսնեք ինչ ասում, բայց Սուրբ Գիրքն ասում է, բարին գիտենալը, չանելը մեղք է, այդ ինչ չառաշնորթես քեզ, ալարելա գնա, կամ քնե մնացելա քնած, ծուլությունը մտցնում է, գիտություն չունի, նա մտածում է, որ ամեն ինչ կարող է ասել, որ Աստված է անում, եւ դիմացինը նորահավատը մտածում է, որ ինչքան սուրբ է, բայց դա տես չի, դա խապկանք է, այդպես չի կարելի մտածել, եւ ամբողջ միջին օրերում դասընթացների հոգևոր նորահավատներին հարցազրույցների ժամանակ, խմբային, տնային, այդպես փոքր, ասում են յաչեյկայի պաշտամունք, փոքր խմբային պաշտամունքները, բոլորը հարց ու պատասխան բացատրում է, եւ դա պետք է։ Եվ հետո մենք տեսնում ենք, որ նաեւ ուրեմն մեծ երջանկություններ կա, ուրախություններ կա Սուրբ գրքում գրված, որ մարդը վայելում է։ Պատկերացրեք ոտնալվայի արարողությունը երանելի է, եթե սա կատարեք։ Պատկերացրեք Հակոբոս ավետարանում կարդում ենք այսպիսի խոսքեր, որ ինչ է նշանակում բարի գործ անելը, Հակոբոս ուրեմն երկրորդ գլուխ 13 խոսքը, դա միջին օրերում, դա ժամանակներ, որը դու պետք է 10 Տիրոջը հասկանալով, հոգևոր գիտություն ունենալով, որովհետև Աստծո խոսքը այսպես է ասում, բասզի դատաստանը անողորմ պիտի ըլլա անոր, որ ողորմություն չներ,
եւ ողորմությունը կպարծենա դատաստանին դիմաց։ Ողորմությունը ինչա դառնում։ Դառնում է դատապաշտպան։ Այստեղ մենք կարդում ենք, որ դատի ժամանակ բոլորը լռում են, նույնիսկ դատավորն էլ չի խոսում, ով է խոսում, դատապաշտպանը։ Եվ այստեղ դատաստանի ժամանակ խոսում է ողորմությունը։ Սա հոգևոր իմաստություն է, մարդը իրեն համարելով հավատացյալ, իրեն համարելով աստվածապաշտ, նա չի կարող ողորմություն չանել։ Նա չի կարող կողքինը տեսնել մերկ, սոված, եթե ունի, կողքով անցնի անտարբեր, անդին անցնի, չի կարող։ Նա չի կարող, որովհետև գիտի ողորմությունը գալու է դատաստան, եւ դատաստանի ժամանակ լռություն է լինելու եւ ողորմությունը խոսելու է, ողորմությունը պարծենալու է, ողորմությունը դատապաշտպան է լինելու։ Տեսնում եք ինչքան բաներ կա, որ դալիճային պաշտամունքի ժամանակ կարող է մի օր տարին մեկ անգամ նման քարոզ լինի, բայց բացատրությունը, բայց շփումը, բայց զգայարանները զգալը, ինչպես եղբայրն ասեց, այն քիմքին համուհոտ զգացածը նա չի կարող անտարբեր լինել։ Դրա համար դալիճային պաշտամունքը քիչ է։ Եվ վերջապես հայտնության 7 եկեղեցիներում, ես աշխատում եմ համառոտացնել, 7 եկեղեցիներում մի խոսք է ասվում, ով որ կհաղթե, ով որ կհաղթե։ Մենք տեսնում ենք, որ հայտնության 3-րդ գլուխ 21 խոսքը ասում է, նա որ կհաղթե իմաթորս պտի նստի, հետաքրքիր է, իմաթորս, ինձ հետ իմաթորս պիտի նստի, ինչպես 6-րդ գլխում Հովանու կարդացինք, ես կբնակվեմ նրա ներսիդին ինքը իմ ներսիդ, այդ մեկությունը, մարդ աստված մեկությունը, ինչպես եղբայրը կյանքի մասին ասեց, մարդը մարդկային կյանքից տեղափոխվում է աստվածային կյանքի եւ մեկանում է, իմ աթոռս պետք է նստի, ինձ հետ միասին։ Եվ վերջի խոսքը ուզում եմ կարդալ եւ ավարտել։ Այստեղ մենք տեսնում ենք, մենք ապրում ենք այս մարմնի մեջ, շրջապատված ենք աշխարհով, անհավատ, կռապաշտ, ազգերը տարբեր տեսակի մարդիկ, ես միշտ պես երբ որ մեքենայով տեղս գնում դեմդ կտրում են, ես միշտ այդ արտահայտությունը իմ մեջ կրկնում եմ, ես էլ ես տեսակի մարդա, պետք չի բարկանալ, պետք չի նեղվել, ես էլ ես տեսակա, վերջացավ, տրանսպորտ ես նստում, ոտը տրորեց, մի հատ էլ քո վրա այդպես մուննատ են ասում չեն մեկա, ես էլ ես տեսակի մարդա, շրջապատվեց ես աշխարհով, եւ Աստծո խոսքը 22-րդ գլուխ 11 խոսքում այսպես է ասում հայտնություն, ան որ աներավություն կնե, այդ տեսակա, ան որ աներավություն կնե, թող աներավություն անե, ու ան որ աղտոտ է, թող աղտոտը լա, այդ էլ է տեսակա, եւ ան որ արդար է, թող արդարը լա, ու ան որ սուրբ է, թող սուրբը լա, ահա ես շուտով կգամ եւ իմ վարձքս ինձի հետ է ամեն մեկուն իր գործին համեմատ հատուցանելու։ Ես եմ ալֆան ու օմեգան, առաջինը ու վերջինը, սկիզբը եւ վախճանը, երանելի են անոնք, որ անոր պատվիրանքները կկատարեն, որպեսզի իշխանություն ունենան կենաց ծառին վրա եւ դռնեն ներս քաղաքը մտնեն։ Հաղթել։ Հաղթանակը չի կարա լինի, որովհետև դա լեզվի, բազուկի, աշխարհի գիտության հաղթանակ չի։ Հաղթանակը
կոտրված, դիմացինին բարձր համարող, բարիով չարին հաղթող, սա է հաղթանակը երկնքի։ Լեռան քարոզի մեջ, երբ որ կարդում ենք Երանի հոգով աղքատներին, Երանի է ձեզ երբ կհալածեն իմ անունի համար, ցնծացեք, ճիշտ գծի վրա եք ընկել, ցնծացեք եւ ուրախ եղեք, իմ անունիս համար հալածվում եք, դուք ցնծացեք, ուրիշ բան մի ասեք։ Ես հիշում եմ, միշտ ասում եմ, ես պապայիս ասածը, մի հատ Ռուբիկ եղբայր կար, ճիշտ աշխարհ գնաց գյուղում, ֆարմասոին ասում։ Այս Ռուբիկ եղբորը որ ասում էին ֆարմասո, բորբոքվում էր, ֆարմասոն դու ես, ինչ ֆարմասո, իսկ հորս որ ասում էին, ես ասում էր, այո, ես հիմա ցնծում եւ ուրախանում եմ, որտեվ սուտ գեշ խոսքեր պետք է խոսեք Քրիստոսը։ Էլ հաճելի չէր, էլ չէին պապային ասում։ Իսկ որ այդպես կա չէ, բառը հայկական բառ խրդնում է, անգամից բորբոքվում է, իրանք հաճույք էին զգում ավելին, բորբոքացնում եւ այդպես ցնծացեք եւ ուրախ եղեք։ Սա երկնային կյանքը, էսա կյանքը երկնքի։ Եվ սա դահլիճային հավաքույթի ժամանակ չի կարա լինի։ Սա պետք է լինի, հաղթելը պետք է լինի, հոգևոր ուսուցումը դա է, ինչ բան է հաղթել, հաղթել ներելով, հաղթել զիջելով, հաղթել բարին, չարին հաղթի բարիով, քո ընկերոջը սիրի քո անձի պես, հաղթել, փառք Տիրոջը, աղոթենք սիրելիներ,